Պատի մտնեմ մի բան առնեմ, որտեվ ասում եմ քեզ տենամ, որ մի հատ ջիգարով ասես ցավը տանեմ, արած ես քո ցավը տանեմ, լավա որ եկել ես։ Ու այդտեղից այդ տրավման ինձ ստիպեց, որպեսզի ես ատեմ այդ ճաշը։ Օպսոս։ Հրավերք ստացա Ալեքսանյան ընտանիքի կողմից Prospect Mall-ի տնօրենի պաշտոնը։ Ոչ, ես նշանակվեցի դա, հետո Այդ ոլորտը կարամ Lego-ի պես քանդեմ, հավաքեմ գիշերը քնիցս հենց հանեք, իմ յետակայության տակ եղել է 16 սուպերմարկետ։ Իդեպ այսքան խոսում ենք այդ մարդուց ինքն էլ պիտի լիներ, Իսլամյան Մովսեսի մասին է խոսքը, սեփականատիրոջ։ Կլինի հենց հիմա անցնես գործի։ Դու ասել եմ ես հենց հիմա, ասլա քշի հետևիցս։ Փաստորեն ես հոգեբանական հարցեր եմ տալիս։ Հայը։ Այդ ձեր քրտնած կանաչին, որ նկարում եք, ի՞նչ է։ Քրտնած չի, ջրած է։ Իրանց նկարած տեսահոլովակը շատ պուպուշ, սենց ինչ որ սենց գժական տեսահոլովակը նայեցին 1000 հոգի մարդ։ Զեղչի թուղթը վերցնում էր ու ստեղ յոգուրտն այժան, այնտեղ մածունն այժան, այնտեղ կաթը, այնտեղ Բայց հիմա էլ կան այստեղ այդպեսի մարդիկ։ Լավ, անցանք առաջ։ Ինձ որ տանեք փողոցում դնեք, ասեք, չգիտեմ, այս տրակի մեջ ծապրանք ծախի չեմ կարող ծախեմ, որ եթե այնտեղ մի պահ կանգնեիր, ուղղակի վրովդ կանցնեին ու կգնային։ Դուք այդ հարուստ ձաջաներից ավելի խելացի գտնվեցիք։ Բոլոր հայրիս միակ ու անփոխելն ուժը այդ ընտանիքն է։ Ես լսել եմ, որ վախենում են ձեզնից։ Ուրեմն Ստալինը ասել է ագրեսիվ մրցակիցները քեզ անընդհատ գզում են։ Հայաստանյան շուկան անհամեմատելի պայքարող ու ագրեսիվ է, քանց թե ստերին։ Всё, գնում ենք մերի խանութ, բոլորս գնում ենք ընդ։ Է որ ասում ուզում ես իմանալ կինդ երջանիկ է թե չէ, հարցրու գրեչկան ինչ արժի։ Հիմա այդ է։ Glendale Discreet-ը ինձ կանչել է, որ ես ստորագրեմ, որ իմ աղջիկը talented երեխաների մեջ է։ Բան բացեմ էլի ես ձեզի։ Աղջիկս ազատ ժամ չունի, օր չէ, ժամ չունի։ Բարի գալուստ մենյու AM, ես Մերի Մակարյանն եմ, իսկ դա նշանակում է, որ այսօր ունենալու եմ հաճելի և հետաքրքիր զրույց մի մարդու հետ, ում վստահ եմ դուք ճանաչում եք, ինչու, որովհետև նա ներկայացնում է Sherman Way մարկետը և Nelly's Bakery-ն։ Շատ ու շատ բիզնեսներ կան, որոնք գտնվում են Բիսլամյան հոլդինգի տիրապետության տակ, այսպես ասած, և հենց իմ հյուրի ղեկավարության տակ Դավիթ Ազարյան, նա այսօր իմ հյուրն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Մերի ջան, շնորհակալ եմ շատ ինձ ձեր հրաշք տաղավարում հյուրընկալելու համար։ Հրաշք է, չէ։ Այո, հաստատ շատ հրաշք, շատ ստեղի լեզվով ասած cute, unique, շատ լավ տաղավար է։ Վստահ եմ, որ ունենալու ենք շատ լավ զրույց, շատ հետաքրքիր ու ես պատրաստ եմ ձեր հետ մանրամասն սիրտս բացեմ մինչև վերջ։ Շատ հաճելի է, շնորհակալություն։ Ասացիք cute, արդեն անգլերեն բառ է, դա նշանակում է, որ քանի տարի եք այստեղ։ Ստեղ եմ 3.5-4 տարի, բայց այդ բառերը մեր լեքսիկոն ոնց որ Հայաստանում էլ կար, cute, unique, okay, չգիտեմ նման բառեր, ճիշտ է, ստեղ դա ավելի արմատավորվել է։ Եվ հետո մի մոռացեք, որ դուք ժողովրդի հետ գործ ունեք, հա, անմիջապես սպասարկման ոլորտի հետ գործ ունեք, շփումը կա ու մի անգամ կին ինձ ասաց, գիտես, եթե ուզում ես լեզուն լավ սովորես, պիտի խանութում աշխատես։ Հավաստիացնում եմ ձեզ հայկական խանութներում, բոլոր հայկական խանութներում։ Հա, հայկականներում չէ, ճիշտ է։ Հայկականներում 99% հայերեն, այս վերջերս մի քիչ ավելացել է ռուսերեն, ու վերջ, ուրիշ ոչինչ չկա, դա բացարձակապես հայերեն է։ Դավիթ, մենք ձեր գործունեությունից կխոսենք Sherman Way մարկետից, առհասարակ Բիսլիմյան հոլդինգից, բայց մինչ այդ դուք Հայաստանում շատ երկար գործունեություն եք ծավալել հենց այս ոլորտում, սուպերմարկետներ, փակ շուկա, եթե չեմ սխալվում, հիմա մանրամասն պիտի ճշտենք, ինչպես եք սկսել ձեր գործունեությունը։ 2005 թվականին, երբ որ բացվում էր առաջին հայկական ինքնասպասարկման սուպերմարկետը, դրանից առաջ եղել են սուպերմարկետներ, բայց բոլորն ունեն առանձին բաժիններ, ու այդ բաժիններում սպասարկող հիմնականում կանայք տարեց։ 2005 թվականին հիմնադրվեց Star սուպերմարկետը, առաջի Star սուպերմարկետը, որը Տիգրան Մեծ փողոցի վրա էր։ Ես այնտեղ նշանակվեցի սրահի պատասխանատու ու սկսեցի առաջին իմ գործունեությունը ինքնասպասարկման սուպերմարկետում։ Մի րոպե։ Ինչպես եղավ, օրինակ ոնց եղավ, գնացիք մտակ սուպերմարկետ, ասիք ես գործ եմ ուզում։ Համարյա տենց ես ունեի ընկերներ, ովքեր որ ծանոթ էին այդ կազմակերպությանը եւ ինձ ասացին, գիտես ինչ կա, քո պես էներգիչնի մարդ է պետք այնտեղ, որ առանց հոգնելու, բարիս բուն, ամենաբուն իմաստով առանց քնելու օրերով պետք է աշխատեն, առանց հաց ուտելու նաեւ ու առանց մնացած ամեն ինչի, ինչը որ
պետք է մարդուն, մենք այդ ամեն ինչը մոռացել ենք ու այդ ամեն ինչով ստեղծել ենք մոտ 1 տարի տանջվել ենք, տանջվելու մասին ասեմ սենց Մերի ջան, ինքնասպասարկման սուպերմարկետը հիմնելու համար Հայաստանում պետք է ինչ-որ միտեղից վերցնել օրինակ չկար Հայաստանում ինչ-որ միտեղ, որտեղ որ մտնելուց պետքա ոչ թե մեր սովետի լեզվով ասած սետկով մտնել խանութ, այլ զամբյուղով ու կանգնած մուտքի մոտ ես ինքս օրը 4 ժամ խնդրում եմ տատիներին, ասում եմ խնդրում եմ զամբյուղով մտեք, ներս ասում է ձեռես առնում, հեսա բերել եմ հետս։ Իսկ այն սայլակները ավելի հարմար չէ, տատիկները Սկզբից սայլակ չի եղել սուպերմարկետներում, սկզբից եղավ զամբյուղը։ Մոտ 3 ամիս հետո նոր հասկացանք, որ մենք սայլակի կարիք ունենք, ավելացրեցինք։ Դուք եք փաստորեն հասկացել առաջինը։ Հասկացանք, որ զամբյուղի կարիք ունենք, սայլակի կարիք ունենք, ավելացրեցինք սայլակները ու գնալով կետ խնդիրները տեսնելով ընդհանուր կար միջազգային փորձ, բայց այդ միջազգային փորձը Հայաստանում կիրառելի չէր, չէինք կարում, որովհետև այնտեղ այլ մակարդակ էր, այլ կենսակերպ էր, իսկ Հայաստանում չկար դա։ Հայաստանում պետք է մենք այդ ամեն ինչը կանենք համադրեինք հայկական իրականության հետ։ Ու տանջվելով, չքնելով, մտածելով, խոսալով, երկելով, չգիտեմ, ամեն ինչով բերեցինք հանգեցեցինք նրան, որ մի տարի հետո մենք արդեն ունենք 4 սուպերմարկետ, 4 ստար սուպերմարկետ։ 2006 թվականից, այո, մենք սկսեցինք շատանալ, 2007-ին եղել ենք 7 սուպերմարկետ արդեն, 2007-ի դեկտեմբերին կներեք 8, 2007 թվականի դեկտեմբերի 18-ին բացվել է 8-րդ ստարը։ Շատ լավ, քանի տարի անց տատիկները հասկացան, որ սուպերմարկետներում կարելի է օգտագործել զամբյուղ կամ սայլակ։ Հրաշալի հարց, ուրեմն ես էսի բազմիցս եմ իմ ժողովների ընթացքում սրա մասին պատմել, մոտ 4 ամիս անց, երբ որ դրան մոտ զամբյուղ չկար, տատիկներ որ մտնում են խանութ, ասում էին ուրա զամբյուղը։ Ինչի այնքան ինտենսիվ մենք առաջարկեցինք, ստիպեցինք զամբյուղը, որ տատին ասում էր ուրա զամբյուղը, առանց զամբյուղի չեմ կարող ներս գնամ։ Արդեն մենք ստիպված էինք պարտադիր պահել զամբյուղը։ Ուզում եմ ասեմ մաքսիմում 6 ամիս հետո մարդիկ արդեն սովորեցին այդ ամեն ինչին։ Այդ պրակտիկան արդեն արկա էր։ Այնուհետև 8 ստար սուպերմարկետներից հետո ձեր գործը տեղափոխվեց մեկ այլ սուպերմարկետ։ Ոչ, ես 2009 թվականին նշանակվեցի ստար սուպերմարկետներում տարածքային պատասխանատու, այսինքն դարձա։ Ոայ, այդ որ չասեք կլիներ։ Ոչ, ես նշանակվեցի դա, հետո 8 սուպերմարկետի ղեկավար, 8 սուպերմարկետի տնօրենների ղեկավար։ 8 սուպերմարկետ դուք եք ղեկավարել։ Ես 2012 թվականին, երբ որ 12 թվականի վերջ հրաժեշտ եմ տվել ստար սուպերմարկետների ցանցին, իմ ենթակայության տակ եղել է 16 սուպերմարկետ։ Ես եղել եմ 16 սուպերմարկետի հյուսիսային, սկզբից հյուսիսային տարածքի պատասխանատուն էի, որտեղ կար 16 սուպերմարկետ, հետո տեղափոխեցին հարավային տարածքի պատասխանատուն էի, ու նաև որոշ ժամանակ եղել եմ լոգիստիկայի եւ օպերատիվ տնօրենի պաշտոնակատար։ Իսկ ձեր աշխատողներ օրինակ կամ ձեր գործընկերները հիմա կապ ունեք իրենց հետ։ Հավատացեք, մեծ մասի հետ կապ ունեմ, նույնիսկ ստեղ գալիս են Instagram-ով գտնում են, տեղս գտնում են, գալիս են, պարտադիր իրանք համոզված են, որ ես իրանց անպայման օգնելու եմ, որտեղ միշտ օգնել եմ բոլորին ում հնարավոր է եղել։ 2012-ին դուրս եկաք ստարերից։ 2013-ի հունվարի 13-ին։ Ահա, ուր գնացիք։ Հրավերք ստացա Ալեքսանյան ընտանիքի կողմից Փակ շուկա մոլի, Prospect մոլի, որը Փակ շուկան էր, ծածկած շուկան, Prospect-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնեմ։ Ինչպես ստացաք հրավերը։ Մի թաղամասում ենք ապրում։ Հա, այդպես։ Հեշտ էր, հարևաններ էինք, հեշտ էր հրավերքը։ Մենք ճանաչում էինք իրար շատ շուտվանից ու քանի որ Երևի ինքն էլ լսել էր ձեր գործունեության հաջողությունների մասին։ Լսել էր, գիտեր որտեղ եմ աշխատում, ինչ եմ անում, հրավիրեց, ես էլ չմերժեցի ու 2013 թվականի հունվարի 13-ից մինչև 2022 թվականի փետրվարի 19-ը աշխատել եմ Փակ շուկայի տնօրեն։ Մարդիկ կան, չէ՞ որ թվերով, տարիներով հիշում են։ Ես միշտ զարմանում եմ, այնքը այդ մարդկանցից է։ Փետրվարի 20-ին մտել եմ Ամերիկա, փետրվարի 19-ին վերջի օրը սա եղավ, միջև վերջի օրը աշխատել եմ Փակ շուկայում, որպես տնօրեն, վերջի օրը անկեղծ ասած մտադրություն չեմ ունեցել մնալու ստեղ, դրա համար չեմ հանձնել պաշտոնս, այլ ուղղակի ժամանակավոր պաշտոնակատարը իմ փոխարեն նշանակվել, ում կհանձնեի ամբողջ ֆինանսական եւ գույքային մնացորդը, ու կթողեի կգայի Ամերիկայի։ Փետրվարի 20-ին եկել եմ, ցավոք սրտի սկսեց Ռուսաստանի պատերազմը ու շատ բաներ որ կապված է Ռուսաստանի հետ, ես մնացի ստեղ։
Դուք Միացյալ Նահանգներ եկաք վերջնական մնալու նպատակով արդեն քանի տարի առաջ 2022 թվականի փետրվարի 20-ին։ Ինձ համար գոնե պարզ է, որ դուք պիտի այս ոլորտում լինեիք, բայց ինչպես տեղավորվեցիք աշխատանքի այստեղ։ Okay, բնականաբար Հայաստանում ես ունեի ճանաչում, Հայաստանում ունեի ընկերներ ու այդ մարդիկ նաև ունեն ստեղ կապեր։ Ովքեր որ իմ հետ կապնվեցին ու ինձ ասացին, գիտես ինչ կա, սենց տեղ կա մի հատ ու կարանք մենք մի հատ խոսանք Բիսլամյանի հետ ու եթե համաձայն ես, ասում բնականաբար համաձայն եմ, իմ ոլորտն է, ոնց կարամ համաձայն չլինեմ, եթե ես այդ ոլորտը կարամ Lego-ի պես քանդեմ, հավաքեմ գիշերը քնիցս հենց հանեք, որտեվ ես A to Z տիրապետում եմ լրիվ ամեն ինչին սուպերմարկետի ոնց չէ հանդիպեցինք երկուսով ստեղի լեզվով ասած սիրեցինք իրար միանգամից ինքը ինձ ես իրան ասաց կլինի հենց հիմա ամենայն անկեղծությամբ խոսացել ենք Western-ի Jones-ի կողքի Starbucks-ում ու ասել եք կլինի հենց հիմա անցնես գործի դու ասել եմ ես հենց հիմա ասել եք քշի հետևիցս ու տենց իրար հետ գնացել ենք միանգամից սկսել ենք աշխատել Ինչ լավ է հետաքրքիր պատմություն է հուզիչ Ինձ թվում է այդ ամենալավ բանն է որ մարդը քեզ տեսնում է ու միանգամից վստահում է, չգիտեմ, իր բիզնեսներն է վստահում ձեզ, հա, ու հենց հիմա սկզբից մի սուպերմարկետ էր, հիմա ամբողջ բիզնեսները ինքը չի խառնում էլ ոչ մի բանին, մենակ շատ վերևից հսկում է, կարող է շաբաթ լինի, մի քանի ժամով ընդամենը զբաղվի այդ ամեն ինչը ու վերջ։ Sherman Way Market, ինչ է ներկայացնում իրենից Sherman Way Market-ը եւ ինչ է վաճառում։ Sherman Way Market-ը տիպիկ հայկական խանութ է, որտեղ որ 99% ապրանքները որ մտնես կիմանաս դու ցենց դռները փակեն, դու կիմանաս դու Հայաստանում ես, որտեղ տիպիկ հայկական սուպերմարկետ է։ Դավիթ ներողություն, իսկ օրինակ եթե առաջարկ ստանայիք ու ցենց շատ գլորիկ գումարով, բայց ոչ հայկական սուպերմարկետից, ու ոչ հայերի հետ կհամաձայնեիք։ Ոչ, անկեղծ ոչ, բայց ասեմ ինչի ոչ, հա։ Ասում է, երբ որ դու քո աշխատանքը քո հոբին է, այդ ամենահաճելի բանն է։ Ու այս սուպերմարկետային աշխատանքը իմ հոբին է։ Ես սիրում եմ այս մրցակցությունը, ագրեսիվությունը, մտածելը, գնալը, քերելը, չգիտեմ, բերել, փորձելը, բա սենց փորձենք, բան հենց փորձենք, բայ այս անենք, բայ այն անենք, ու այդ ամեն ինչը ամերիկյան շուկայում տաբու է։ Կա պրոտոկոլ, հայերեն ասած։ Կա պրոտոկոլ, որ այս պրոտոկոլով ենք շարժում, ու դու ինչ որ մի բան փոխելու համար ամերիկյան սուպերմարկետներում դու պետքա ստանցիաներ անցնես Հետո էդի չգիտեմ ինչ որ մեկը հաստատի, դրանից հետո թույլ տան քեզի որ այդ գործողությունը։ Թույլտվություն, այո։ Լավ, անցանք առաջ։ Քաղցած ես, դե արի հասկանանք թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Menu M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ որ մի բան, Menu M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Sherman Way Market-ի հետ համատեղ կա նաև Nelly's Bakery-ին, որը վաճառում է խմորեղեններ, քաղցրավենիք, բայց առավել հայտնի է իր էկլերներով, որը ես դեռ չեմ համտեսել, բայց վստահ եմ հաղորդման վերջում կհամտեսեմ։ Այո, էկլերները գալիս է ճանապարհին արդեն, ինձանից հետո են բերել։ Այո, սենց ասեմ ձեզ, հա, իրանք չեռն առանձնանում իրանից։ Իրանք մի մարմին են, այդ երկուսը։ Նույնիսկ այս երկուսի ապրանքաշրջանառությունը չի փաստաթղթավորվում։ Այսինքն Nelly's Bakery-ից ապրանքը երբ որ գալիս է Sherman Way վաճառքի կամ Sherman Way-ից ինչ որ ապրանք է գնում, որը պատրաստվելու է Nelly's Bakery-ում դառնա ինչ որ մի վաճառքի ենթակա սալատ կամ չգիտեմ ինչ որ մի բան, դրանք չեն փաստաթղթավորվում։ Այսինքն ինքը մի մարմին է համարվում։ Մի մարմին համարվում է Բիսլիմյան հոլդինգի բոլոր բիզնեսները։ Բիսլամյան հոլդինգի բոլոր բիզնեսներն է համարվում, որտեղ որ համասեփականատեր է Բիսլամյան Մովսեսը։ Կներեք, որտեղ որ սեփականատեր է, որտեղ որ համասեփականատեր է կան մի քանի բիզնեսներ, որտեղ համասեփականատեր է, այնտեղ արդեն ոչ, այնտեղ առանձին բիզնեսները, ամեն ինչ փաստաթղթավորվում է, նույնիսկ սենց իրարից խիա իմը մի հատիկ պակաս, խիա ավել, բա էս ուրա բա թղթով գրել ես, էսի խի չկա, այս վիճակն է այնտեղ, էլի։ Իդեպ այսքան խոսում ենք այդ մարդուց ինքն էլ պիտի լիներ, Բիսլամյան Մովսեսի մասին է խոսքը, սեփականատիրոջ, բայց ցավոք
չի եկել։ Ընդունելի պատճառներով Հա, որտեվ նոր location եք նոր պատրաստում։ մասնաճյուղ ենք բացում հիմա ու հենց հիմա ինքը իմ փոխարեն աշխատում այնտեղ, ես եկել եմ ստեղ, ինքը այտենց աշխատող մարդ է, էլի, իմ փոխարեն ասում եմ ես կմնամ այս գործերը կանեմ, դու գնա, որ հաղորդմանը հյուր լինես պարտադիր։ Շատ լավ։ Դավիթ, որոնք էին այն փոփոխությունները կամ ձեր աչքը վաղուց տեսնում է արդեն ամեն բան, ինչպես ասացիք դուք այս գործի գիտակն եք արդեն տարիների վեր, ինչն էր որ մտակ մարքետ, այն որ ասած քշի հետևիցս մտակ մարքետ ու ասացիք որ սա պիտի փոխվի, սա պիտի այսպես անեն, սա լավ է թող մնա իր տեղում եւ արդյոք հենց միանգամից եկաք համաձայնության։ Այժմյան ժամանակակից Հայաստանի սուպերմարկետներում ներկայացված ապրանքատեսականին լավագույն ապրանքն է, քանի որ ես ինքս ամբողջ օրը շփվել եմ դրան այդ ապրանքներով, շատ լավ գիտեի որ տեսականն է լավագույնները ու այդ տեսականու մոտ 50-60% ներկայացված չէր Շեռնավերի մարքետում։ Դուրս եկավ այն տեսականին, որ ես գիտեմ, որ դա շատ շուտվանից հայկական շուկայից դուրս է մղվել, ու տեղ եկավ բոլոր այն տեսականին, որը որ այս պահին Հայաստանում ակտուալ է ու վաճառվում է։ Ու դրանով մենք լիքը նոր հաճախորդներ ներգրավեցինք, որտեղ մարդիկ եկան մտան, շատ մարդիկ ասում են՝ «Վայ, Երևան City եմ եկել»։ Ինչպես եք հասկանում, որ օրինակ այս խավիարը լավն է, մարդկանց հոսքից, գնումների աճից, չգիտեմ, ոնց եք տեսակավորում, հա, որ ապրանքը պետք է վաճառվի ձեր մոտ։ Այս հարցը, սենց ասեմ, շատ խորքային է ու շատ հոգեբանական է, ուրեմն սենց ասեմ, հա։ Պաստորեն ես հոգեբանական հարցեր եմ տալիս։ Հայը։ Ես իմ աշխատանքային ժամանակահատվածում ունեցել եմ մոտ 10000 ենթակա։ Ու սենց ամբողջ տարիների ընթացքում մոտ 10000 ենթակա որ պատտվել են։ Սենց մոտավորապես հաշվել եմ այդքան է կանգնը։ Ու այդ 10000 ենթակայի հետ շփվելուց սկսել ենք հոգեբանել մարդկանց տենալով հասկանալ ինքը ինչ մարդ է, ինքը ստախոս է, ինքը կարգապա, ինքը ճշտապա, ինքը ինչ ձևի մարդ է, ռոմանտիկ է, որտեվ առևտրի մեջ ռոմանտիկները մի քիչ, եթե առևտրի կոնկրետ շփում ապրանքի հետ, ռոմանտիկները մի քիչ անելիք չունեն, անելիք ունեն կասայի հետ դրանք էլ բացառված է։ Գործ ունեն հիմնականում մարքեթինգի հետ կամ PR-ի հետ զբաղվող ռոմանտիկները այնտեղ են գործ ունեն։ Ուրեմն այսքան մարդու հետ մենք մեր մեջ ինքնաբերաբար կամ ակամայից հասկացել ենք, որ սկսել ենք մարդկանց տեսքով հասկանալ։ Նայում ենք, 4 բառ խոսում ենք, հասկանում ենք 50-60% այս մարդը ինչից է կազմված ու ուրա տանելու մեզի։ Նույն ձևի հաճախորդները, սկսել ենք հաճախորդների հետ, բնականաբար գաղտնիք չի, ասեմ, ես 15000 հաճախորդ էի ունենում փակ շուկայում օրական 24 ժամվա մեջ 15000 հաճախորդ 15000 transaction, ասինքն 15000 կտրոններ դուրս գալի միջինում եթե հաշվես 2 հոգով էին եկել այդ գնումները կատարելու գալիս է 30000 մարդ օրական տեսնում ես դու ու այդ 30000 մարդու հետ ամեն օր շփվելով դու հասկանում ես արդեն այդ մարդը ինչ է սպառում Okay, եթե այդ մարդիկ գալիս են ուղակի քեզ հարցնում են ասում են ինչ ապրանք խորտ կտաս, ինչ օղի, ինչ լիմոնադ, ինչ իքրա խորտ կտաս, այդ մարդուն ուղղորդում ես, ինչ որ կամ բարի խորտ ես տալի կամ այն որ ապրանք որ ավելի շատ պետք է վաճառել, այդ ապրանքն ես ցույց տալի։ Բայց մարդանց հոսքը sense ինքնաբերաբար որ տեսնում ես կուտակումները որտեղ է խանութի որ մասում է կուտակնում է ինքնիկյան հասկանում ես որ եթե այն որ ասում ծուխը առանց կրակ չի լինում էլի եթե մարդիկ այդտեղ հավաքված են ուրեմն հաստատ ինչ որ մի բան կա ու երբ որ 1 2 3 մոտենում ես անցնում ես լսում ես հասկանում ես հոп այս մարդը այսինչ ապրանքի վրա են կենտրոնացած ուրեմն դա կամ որակով է կամ էժան է կամ ինչ որ հրաշալի բան է մենք գտնվում ենք այն դարում այն թվում այսպես ասեմ որ social media-ն ամենագլխավոր զենքն է որևէ բան վաճառելու համար։ Դա լավ է վատ է, դուք որոշեք։ Եկավ մի պահ, որ դուք սկսեցիք զբաղվել գովազդով, զբաղեցնելով բարձր պաշտոն, հա, այնտեղ որտեղ որ աշխատում եք։ Սկսեցիք խանութի դիմաց պոպոկը մաքրել, ասել նայ տես ինչ սպիտակ է, կամ չգիտեմ, ուրիշ ապրանքներ ցույց տալ, արի գնիր եւ այլն եւ այլն։ Ես այդտեղ երկու ասելիք ունեմ։ Ինձ համար ավելի մատչելի, ժողովրդին հասանելի լեզուն ամենաճիշտն է, ամենաընդունելին։ Օրինակ Թումանյանը ինչու էր հանճարեղ, ինչու էին ասում ամենայն հայոց բանաստեղծ, որովհետև ժողովրդի ծոցից էր դուրս եկել ու իրենց պես իրենց հավասար էր խոսում ու գրում։ Դուք սկսեցիք զբաղվել գովազդի այդ մատուցմամբ ինչու։
Այո, մարդիկ դադարել են հեռուստացույց նայելը ու ամեն ինչ ընկել է սոցցանցեր։ Տարբեր TikTok, Instagram, Facebook ընկել է տեղեկատվությունը հիմնական բեռը այս սոցցանցերում է։ Ու երբ որ ուսումնասիրում ես մենակ մեր մասին չեմ ասում, բոլորինը։ Երբ որ ուսումնասիրում ես, հասկանում ես, որ ինչ որ ապրանք է, ինչ որ չգիտեմ, պատտվում է շատ գեղեցիկ էս ապրանքը, բայց իրանից ստացվող էֆեկտը կոնկրետ իմ համար որպես սպառող ոչ մի զերո էֆեկտ։ Չգիտեմ, այդ նույն ապրանք, նույն նարինջը, նույն հավը, նույն չգիտեմ, ամեն ինչ վաճառվում է, ամեն տեղ վաճառվում է։ Ինձ ինչ է այդ ապրանքը։ Այդ ձեր քրտնած կանաչին, որ նկարում եք, ինչ է։ Այդ ինչ է տալիս ինձ։ Քրտնած չի, ջրած է։ Okay, ջրած է, իմ համար քրտնած է, ոչ մի էֆեկտ չկա։ Ու երբ որ ես սկսեցի մեր social media-ով զբաղվող մարդկանց խնդրել սկզբից, որ այտենց չի, էս չի օգնում։ Մեր նպատակն էսի չի։ Մեր նպատակը գեղեցիկ edge-ը չի, մեր նպատակը նաև գեղեցիկ edge-ն է։ Ոչ թե հենց գեղեցիկ edge-ն, այլ նաև գեղեցիկ edge-ն է։ Մեր նպատակն է դիտումների քանակն ապահովելը, որը կբերի մեզ հաճախորդների բանակ։ Ասացին այդքան լավ ասում ես դու արա։ Իրանք փորձեցին մի երկու անգամ, ես ասացի չէ, այտենց չի, իրանք ասին դե որ այտենց չի, ցույց տուր։ Ու երբ որ առաջի իմ ռոլիկը ես նկարել եմ, պրոֆեսիոնալները ինձ ցույց են տվել, թե հեռախոսի կամերայի վրա ինչքան մատնահետք կար մեծացնելով իմ վիդեոն, ասում են նա ինչքան մատնահետք կա քո կամերայի վրա, նա ինչքան թերություն ունես դու քո ամբողջ այս որակապես նկատի ունեն, հա։ Որակապես այսքան խնդիրներ ունես, բայց ես մի օրում իմ խոսալով բերեցի 100,000 դիտում, երկրորդ օրը 200,000, երրորդ օրը 300,000 դիտումներից քանակը գնաց ու ես որոշել եմ դրանով սահմանափակվեմ ու էլ չխոսամ ոչ մի բան։ Ես ուղղակի ուզում եի օրինակ ծառայել, ասի, գիտեք ինչ կա, սենց։ Երբ որ գալիս են մեր social media-ով զբաղվող աշխատակիցները եւ ասում են կարող է դուք որոշել եք մեզ հանել աշխատանքից, հա, ասում ընդհանրապես նպատակ չկա, ես ուղղակի մի անգամ որոշել եմ ցույց տամ։ Բա կլինի մենք նկարենք ամեն ինչ ու թագ անենք ձեզ, ասում ես հայտնի մարդ չեմ, որ թագ անեք, ունեմ ընդամենը մի քանի հազար հետևորդ, 2,000 թե 3,000, այն լավ հիմնականում աշխատակիցները Հայաստանի, տենց Հայաստանի ընկերական շրջապատը թագ անեք, ուզում եք թագ արեք, բայց չեմ կարծում, որ էֆեկտ է տալու այդ թագը։ Ու բնականաբար իրանց նկարած տեսահոլովակը շատ պուպուշ, սենց ինչ որ սենց գժական տեսահոլովակը նայեցին 1000 հոգի մարդ։ Ու ես իրանց ասեցի հասկացաք, որ սխալ ուղղություն եք բռնել, այս ուղղությունը սխալ է։ Երկրորդ անգամ փորձեցի, երրորդ անգամ փորձեցի ու սենց պրոգրեսիվ աճը ինչ որ ագրեսիվ գնում է, հա, գցում ես վիդեոն մի օրվա մեջ 100,000 view, իմ մոտ չի եղել, կարող է ձեր համար նորմալ է, մեր ջան, բնականաբար ձեր հետևորդների քանակով իմ մոտ չի եղել այս բան։ Ասում եմ, իսկ ինչի՞ց է։ Ու հետո զգում եմ հաճախորդների խոսքերից հենց այսօր մի հաճախորդ եկել է, ասում է քո խոսալու պատճառով ես ինչքան անցնում եմ այս փողոցով ու տենում եմ լոգոն, պատի մտնեմ մի բան առնեմ, որտեվ ասում է քեզ տենամ, որ մի հատ ջիգարով ասես ցավը տանեմ։ Ասում եմ ես քո ցավը տանեմ, լավ է որ եկել ես։ Իսկ բլոգինգի համար առանձին վճարվում եք։ Ոչ։ Դե կարող ենք խոսել այդ մասին։ Որովհետև ինչու եմ ասում, հիմա բլոգերները, դերասան, երգչուհի, չգիտեմ ովքեր որ իրենց Instagram-ը օգտագործում են որպես գովազդի տիրույթ, այսպես ասած, իսկ շատերը օգտագործում են, օրինակ ես, մենք աշխատում ենք գումարի դիմաց։ Շատ լավ, այդ առումով երկու բառ ասեմ, առաջարկներ ամենայն անկեղծությամբ շատ են։ Ու հիմնական ցավը տանեմ տիրույթումը, որոնք որ body shop, car wash, չգիտեմ, արանք սննդի կետ, ոչ թե չեմ ուզում անեմ, ոչ թե, այլ ես ինքս ձեր պես աճած չեմ այդքան, որ կարողամ բլոգինգ վարեմ կամ ինչ-որ մի բան անեմ, որտեվ ես այն սֆերան որտեղ որ հզոր եմ, դրա մեջ եմ։ Վերջ, ես ապրանքը վաճառելու սուպերմարկետային նույնիսկ ինձ որ տանեք փողոցում դնեք, ասեք, չգիտեմ, այս թրակի մեջ ապրանք ծախի, չեմ կարող ծախեմ, որտեվ ես այդ ծախելը չգիտեմ, բայց սուպերմարկետային ոնց հոտով, ձենով, երաժշտությամբ, լուսավորությամբ ես մարդուն ստիպեմ, երաժշտության տեմպրի ստակ ստիպեմ, որ այդ մարդը դանդաղ քայլի ու առնի այն ապրանքը, ինչը որ ես ուզում եմ, մետի կարամ անեմ։ Փաստորեն դուք ձեր տեղում եք։ Այո, ու ապրում եմ ես այդ տեղով։ Դավիթ, իսկ այդ փորձը, այդ գիտակցությունը դուք ձեռք բերեցիք ու ստացաք Հայաստանի տարիների աշխատանքի փորձից։
Այո, ու ինչի հիմնականը Հայաստանից տեղել եմ ստացել, շատ փորձ եմ տեսել, սովորել, գողացել, բայց Հայաստանի աշխատելավոճը սուպերմարկետային շատ ավելի ագրեսիվ էր, ունդեղ ստիպում էր գիտելիք ամեն օր գողանալ ու ստանալ գիտելիք, որովհետև եթե այնտեղ մի պահ կանգնեիր, ուղղակի վրովդ կանցնեին ու կգնային։ Փոխաբերական իմաստով եք ասում, բայց ինչ նկատի ունեք։ Անընդհատ զարգացումը։ Կանեմ կոնկրետ օրինակներով ասեմ, հա։ Երբ որ Հայաստանում առաջին անգամ ես ինքս առաջարկեցի վաճառել կիլոգրամով հաց, շոկ առաջացրեց, ու ես ինչի առաջարկեցի, հետի, որովհետև լինում էր մատնաքաշ, բագետ, բատոն, մարդ եկել է մտնի, մի հատ մատնաքաշ ուզում, մի հատ բագետ, մի հատ բատոն, բայց դրա համար ինքը առանձին պետքա վճարի, ասիխի մի տոպրակ չենք վերցնում, սաղ լցնենք, այս մարդը կշարքի վրա ինքնասպասարկման կշարք, հենց դնում է ավտոմատ գնապետակը դուրս է գալի, փակցնում է տոպրակի վրա գնում է, կասը վճարում է, իր համար հեշտ լինի, մեր համար էլ հեշտ է այնքանով, որ մենք ընդամենը ամբողջ հացերի վրա ունենում ենք 3 գին։ Հետը կարաս բուլկի վերցնես, հետը կարաս կրուասան վերցնես, հետը կարաս չորացած պրյանիկ վերցնես կամ ինչ-որ մի բան, դու այդ սաղ կարաս լցնես մի տոպրակի մեջ, մի գնի տակ, կշռես, գնաս կասա, կասին էլ այնքան հեշտ է իր համար, ինքը այդ ամբողջ տոպրակը մի հատ անցկացնում է, վերջացես գնա։ Փորձերը այնտեղ շատ է եղել, հա։ Հարուստ ծիածյաները հայաստանյան, որ մտնում են առևտուր անելու, իրանց դուր էր գալի փայլուն խնձորը, փայլուն նարինջը, փայլուն տանձը, փաթեթավորած պատրաստի դրած, իրանք շուտ էտի վերցնեն, գնան կասա դուրս գան։ Ու այս ամեն ինչը մենք նրանից հասկացանք, որ այս ձյաձյաները չեն սիրում ուղակի երկար կանգնել տոպրակ մանգալ այս կոմենքում, այդ ամեն ինչն այցինք մի քիչ ավելի թանկ ծառայությունը ներառած այս ամեն ինչի մեջ։ Դուք այդ հարուստ ձյաձյաներից ավելի խելացի գտնվեցիք։ Ու արդյունքում մենք հասկացանք, որ մեր բաժնի 50-60% մենակ մի բանջարային չէ, ամբողջ խանութի դա կլներ գաստրոնոմի բաժինը, որտեղ որ կտրտած ամեն ինչը երբ որ կար, այդ կտրտածը նրա համար չէր, որ հավես է կտրտելը, ոչ, դա նրա համար էր, որ այդտեղ 10 հոգի կանգնացնելու ասենց դեմքով սпасել, որ ինչ-որ մեկը գա ասի ինձ 100 գրամ բան կշռի, դրածա վերցրե գնա, մի ասա ոչ մեկին, ու 20 հոգու փոխարեն պահում ես 3 հոգի։ Հա, հետո արագանում է, չէ՞, այդ process-ը։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագաճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Որտեղից ձեզ այդ ուժը, որպեսզի կարողանաք այդքան սիրել, այդքան ապրել են գործով, որով զբաղվում եք։ Ես վախենում եմ ասեմ իծն է եկել ձեզ այդ էներգիան, որպեսզի դուք կարողանաք այդտեղ փայլել, հա։ Դուք ինչ եք կարծում։ Ուրեմն ամեն ինչից առաջ բնավորության գիծը միշտ պայքարել ու անպայման ձգտել հաղթանակի։ Ամենտեղ եք, այսինքն եթե դուք հիմա բադի շապում աշխատեիք կամ դերասան լինեիք, օրինակ, կամ էլ դորդաշան էի։ Հա, էլի նույնպես պետքա լինեի առաջինը։ Ոնց որ իմ աղջիկն է հիմա, իմ աղջիկս այտենց է ինքը պայքարող ու եթե ինչ որ միտեղ ինքը առաջինը չի, այդտեղ չկա, այդ դաշտում չկենք։ Ուզում ես ոնց ուզում ես իրան այդ դաշտ մցրենք, չի մտնում, ասում ես այդտեղ չեմ կարող լինեմ առաջինը, այդ իմ կտորն է իմ աղջիկը։ Նույնիսկ ես եթե մտել եմ մի հատ դաշտ, պետքա լինեմ առաջինը, եթե չեմ կարող լինեմ առաջինը, դուրս եմ գալի այդ դաշտից, բայց պայքարում եմ, որ միչև Արյանս վերջի կաթիլը փոխաբերական։ Բայց դրա համար ուժ է պետք, դրա համար ինչ որ ստիմուլ է պետք, ո՞րն է ձեզ։ Բոլոր հայրիս միակ ու անփոխարինելի ուժը այդ ընտանիքն է։ Այն որ ստիպում է իրան էլ ավելի լավ պահել, իմ երեխեքը, իմ կինը, իմ ծնողները միշտ ինձ ոչ թե ստիպում են, այլ ես եմ ինձ ստիպում, որ պարտադիր իրանց պետք է ամենալավ ձևի պահեմ, ամենալավն անեմ իրանց համար։ Հետևաբար ես իմ մեջ այդ միշտ մտածելով գտնում եմ ուժ չքնելու օրերով, բարի բուն իմաստով օրերով չքնել, հիմա չէ, հիմա մեծացել եմ։ Ժամանակին։ Հա, ժամանակին պետք է խնայել։ 3 օր եղելա չեմ քնել, Թումանյան պրոսպեկտ Խաչմերուկի վրայի խանութը սեպտեմբերի 21-ի գիշերը փակել եմ 2011 թվականին փակել եմ, ռեմոդելինգ են կարել ու ինձ դրա համար տրվել էր 3 օր ժամանակ, որ ես 3 օր հետո պրոյեկտի ղեկավարն եմ, ես 3 օր հետո շարած խանութը հանձնեի, երթվում եմ, լիքը մարդ կարա նայում է հաստատ ու կարա էդի հաստատի,
Ես 2011 թվականի սեպտեմբերի 22-ին առավոտ 8-ին ասել եմ խանութը բացեք։ Ամբողջ գիշեր, ամբողջ անձնակազմով կազմակերպված քանդել ենք, ներկել ենք, փոխել ենք ձևը, նոր դարակաշարերը շարել ենք, նոր կասաները շարել ենք, խանութը շարել ենք, ապրանքը ժամը 8-ին առավոտյան ես միրգն էի շարում, խանութը բացեք, վերջ պատրաստ է խանութը, այսինքն իրիկուն 9-ին փակեցինք, առավոտ 8-ին նոր խանութը արդեն պատրաստ էր։ Հանձնեցինք շահգործման։ Դավիթ, միևնույն ժամանակ դուք կարծում եմ միայնակ չեք կարող լինել այսպեսին, տակից դուրս գալ այսպես ասած, ձեր ետևում կա մի ամբողջ թիմ։ Ձեր աշխատողները ձեզ սիրում են։ Շատ լավ հարց է։ Ես լսել եմ, որ վախենում են ձեզնից։ Ուրեմն Ստալինը ասել է այն ղեկավարը, ում սիրում են իր ենթականները, ինքը ղեկավար չի։ Կարող է դիկտատոր էր, բայց ինձ սիրում են, բայց գիտեն, որ ես անկանխատեսելի եմ, ու եթե ամեն ինչ չարվեց նենց ոնց որ ես ի սկզբանե պլանավորած բոլորին տեղեկացրել եմ, որ մեր քայլերը էսա հաջորդականություն, ես օրական պլան ունեմ, շաբաթական, ամսական ու երկարատև նպատակներ ունեմ, տարեկան պլաններ բոլորի մասին, բոլորին ես դրա մասին տեղեկ եմ պատմում, ասում սենց են կանելու։ Ու Աստված չանի, այս ընթացքում ինչ որ մեկը նորմայի մեջ հիվանդանա, ոնց որ այսօր ինչ որ մեկը հիվանդանա ու ես զանգեմ, ասեմ, ես քո մասին այսօր բան էի պլանավորել, դրա մասին քեզ տեղեկ եմ բայ։ Ուր ես, ասի հիվանդ եմ, օքեյ, շատ վատ է արդեն։ Ու հեռախոսս անջատել եմ, ինքը եկել է գործի հիվանդ։ Խստապահանջ, բայց արդարամիտ։ Ահա, հենց այդպես խստապահանջ ու արդարամիտ, որովհետև ես միշտ ասում եմ, ես օքեյ, բոլորիդ հանդեպ արդար եմ, բայց պետքա սենց գնանք։ Եթե ինչ որ մեկը որոշում է ինչ որ զարտուղի գտնել, չէ, այստեղ տենց չի լինելու։ Դավիթ, ինչ եք սիրում ուտել։ Խորոված։ Բայց ոչ ստանդարտ։ Ոչ մի Դուք եք ստանդարտ բան պատրաստում։ չեմ սիրում։ Հա, ես ծոմմթերք ընդհանրապես չեմ սիրում։ Կինս իմ ձեռով սարքած սալմոնը կամ իշխանձուկը, որը որ ես եմ սարքում, չի թողում ոչ մեկին մոտենան, հա, փոխաբերել, ասում հոп, ის շատ համով է։ Ինձ օրինակ մեկ-մեկ ասում են նույն բանը սարքելիս ամեն անգամ տարբեր համերի է ստացվում, այն որ ֆիզիկապես աշխատանք է պիտի անես, չգիտեմ, օրինակ կոտլետը մենք բոլորս գիտենք, չէ՞, ոնց են պատրաստում, ամեն անգամ տարբեր է ստացվում։ Հետաքրքիր է, երևի սերն է պակասում։ Կարող է։ Որտեւ մի օր կարող է ինչ-որ արագ-արագ սարքես, մի օր, չգիտեմ։ Հա, որ պարտականություն է, որ ուղակի կշտանալի կլինի պարտական, այդ օրը համ չկա, հա։ Իսկ ձեր կինը ձեզ հետ է աշխատում։ Ոչ, իմ կինս մատնարդեր է։ Հա, հասկացա։ Սալոն ունի, իր սալոնում ինքը աշխատում։ Քաղցած ես, դե արի հասկանանք, թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuem.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Իսկ տեխնոլոգիաների հետ կապված օգտվում եք արդյոք թե ոչ, պետք է օգտվել թե ոչ, որովհետև նորամուծություն է կարծում եմ շատ չէ, բայց համենայն դեպս նոր են սկսել, հա, օգտվել դրանից եւ գնահատել դա։ Ինչ է կատարվում ձեզ մոտ այդ առումով։ Տեխնոլոգիական այն մակարդակը, ինչը որ հենց հիմա կա Լոս Անջելեսում, Կաղում է։ չփնովեմ, բայց Հայաստանի 15 թվի տեխնոլոգիան է, էլի, մի 10 տարի հələ պետք է աճի ու խոսքը չի վերաբերում միայն հայկական շուկային։ Մի բան ասեմ, որը դուք որպես հաճախորդ հաստատ նկատած կունեք, ամերիկյան ցանկացած խանութ մտնելուց դարակաշարի վրայի դատարկ տեղը, ինչ որ մի հատ X ապրանք վերջացել է, որը կարա առավոտը վերջացած լինի, բայց ինքը միջև հաջորդ առավոտը տենց դատարկ մնալու է, որտեվ հաջորդ օրը առավոտյան են գալու այդ ապրանքը լցնողները։ Հայաստանում ոչ մի միլիմետր ապրանք երբեք դարակաշարի վրա դատարկ պետքա չմնար, որովհետև մեզ ամեն օր բացատրում էին ու մեր արյան մեջ մտցնում էին մարդիկ, որոնք մասնագետ են այդ գործին, էլի, ասում էին, որ այդ միլիմետրը փող է բերում մեզ։ Դուք իրավունք չունեք այդ միլիմետրը դատարկ թողեք։ Երբ որ հա մարդ քանի 1000 հոգի մարդ ավելացնես, մեր ջան Երևան City-ում վաճառում էր 60000 տեսակ ապրանք։ Քանի 1000 հոգի մարդ ավելացնես, որ ամեն մի ապրանքին հետևի։ Ստիպված ներդրվեց տեխնիկա, ինչ որ տեխնոլոգիա, որը այդ ամեն ինչը կաներ ուսումնասիրություն ու սկսեր արագ այդ ապրանքը հասցնել դարակաշարին։
ու այն տեխնոլոգիան, որը որ հայաստանյան շատ սուպերմարկետներում այս պահին աշխատում է, ինքը ավտոմատ մատակարարից միջև դարակաշար բերում հասնում է։ Այդտեղ մարդ չի աշխատում։ Այդ ամբողջ ճանապարհին մարդ չի աշխատում։ Մարդը մենակ աշխատում է վերցնել ու դնելուն։ Ինքը որ շարվում է roll cage-ն ասում, 4 անիվով ինչ որ մի հատ դարակաշար է, այս դարակաշարի վրա ավտոմատ է դասավորվում։ Ավտոմատ դասավորելիս գալիս է հասնում է սրանում արդեն մարդը դասավորում է այս roll cage-ի վրա գրած է կոնկրետ որ դարակաշարին որ ապրանքն է գնում։ Ստեղ երբ որ մտնում ես ու օրերով տեսնում ես ամերիկյան, լավ չեմ ասում հայկական, լավ, օքեյ, հարուստ միլիարդավոր գումարներ ծախսող ամերիկյան սուպերմարկետները ոչ մեկում չկա այդ կիրառումը։ Ինչի չկա, որովհետև չկա դրա պահանջարկը։ Մեկը առնելու ես։ Դու եթե մտել ես ու չի եղել քո ուզած ապրանքը, դու ուրիշ բան ես առնելու։ Ու ոչ մեկ չի ուզում որ չէ հենց այդ ապրանքը լինի դարակաշարին, որ դու հենց էդի ապրանքս։ Չէ, ես համաձայն չեմ։ Օրինակ նույն խավիարի հետ կապված, եթե իմ սիրելի ֆիրմայի չէ, ես չեմ գնում դա։ Իզուր տեղը տանեմ ինչ անեմ, փչացնեմ, գցեմ այնքան որ գնել եմ, ոչ։ Okay, հիմա եթե կոնկրետ այդ խավիարն է ու ինչ որ մեկը չի դրել ու անալիզ չի արել օրեկան մոտավորապես քանի հատ այդ խավիարից վաճառվում որ այդքան դարակաշարի վրա ինքը գոնե 24 ժամվա համար ունենա միշտ այդ դարակաշարից պակասելու է դա միշտ Պակասում է ինքը պակասելու է եթե ինքը հավասար ձեր սիրած խավիարը որ նաև իմ սիրած խավիարն է որը հայ ազգի սիրած խավիարն է դու դրել ես հավասար ինչ որ կողքը 4 ուրիշ խավիարները որոնք վաճառվում են օրը 1-2 հատ Այդ շատ սխալ է, կամ պետք է այն ապրանքները կրճատես, հանես, որը որ 1-2 հատ վեճարում հանես, ու այսի 3 տեղ դնես, որ դու կանաս համապատասխան քո ծառայությունը մատուցես։ Լիքը անալիզներ չի արվում, նմանատիպ անալիզներ, այս իրականության մեջ սուպերմարկետային ամերիկյան չի արվում այդ անալիզները։ Խոսքս մենակ հայկականի մասին չի, նաև ամերիկյանի, որտեվ երբ որ դու մասնագետ ես ու դու մտնում ես ամերիկյան խանութ ու նայում ես, չփնովեմ, սուտ չխոսամ, ինչ որ բան ժամկետանց ապրանք Երևան City-ում մենք շատ վատ ենք վերաբերում ժամկետած ապրանքին, որովհետև հատուկ տեխնիկա կար, որ այդ ամեն ինչը հետևում էր ու քեզ մի օր առաջ ասում էր, որ այսքան ապրանք խանութում չգիտեմ որտեղ դրած, բայց ժամկետն անցնում է։ Այդ հարցը լուծի դու Իսկ ինչ են անում ժամկետնանց ապրանքները Հայաստանում հիմնական վերադարձում էր մատակարարներին, ովքեր որ ունեն խոտանման տոկոս իրենց վաճառքի մեջ, ներառված էր գնի մեջ էդի արդեն, հա, եթե ինքը 100 դրամով առնում է 120-ով վաճառում է, ինքը 20 դրամի մեջ 5 դրամ հաշվել էր, որ խոտանման տոկոսն է իր, ու կային ֆիրմաներ, որոնք որ շատ խելացի են այս խոտանման տոկոսի հետ վարվում, որը որ էլի ստեղ չկա, հա, այդ խոտանման տոկոսը որպես զեղչ տալիս են խանութին Իջացնում են, ինքը հաշվել է 6 ամսվա մեջ ինքը էսի չի կանալու ծախսի։ Խոտաման տոկոս մցրեց գնի մեջ, գինը էժանացրեց, տվեց խանութին որպես զեղչ, խանութ ասում է դե 6 ամիս կա։ Վերցրեց այս ապրանքը վերջ։ Արդեն սկսեց խանութն էլ գինը էժանացնել, սկսեց մրցակիցներից ավելի էժանել ու վաճառել։ Ստեղ չկա դա։ Ինչի չկա, որովհետև վրադիրը շատ ավելի տարբեր է, քան Հայաստանինը։ Հասկացա։ Ստեղ մարդիկ կարող են իրաց թույլ տան թափեն։ Հա, շատ Հայաստանում ուղղակի հնարավոր չէր որ դու թափեիր։ Դու հնարավորություն, եթե դու որոշես, չգիտեմ, մի տեսակ ապրանք թափես, դու ուղղակի գներդ եսի մուր պետք է հասցներ, որ կաներ թափել։ Իսկ ագրեսիվ մրցակիցները քեզ անընդհատ գզում են գնային, զեղչային, տեսականի պայքարա գնում ու դու չես կարող ուղղակի թափես այդ ապրանքը, դու պետք է մտածես ոնց մատակարին հետ տաս այդ ապրանքը։ Դուք մարդ ունեք, որ գնում է տարբեր մարկետներ, նայում է ինչ է կատարվում, գա ձեզ ասի։ Հայաստանում ունեցել եմ ստեղ չէ, ինչի՞ չէ Ասում էլ է։ Հայաստանում ունեցել թիմ եմ ունեցել, թիմ որոնք որ գներն էին բերում, տեսականին էին բերում, այն տեսականին, որ մենք չունենք, սպասարկման հետ կապված նորարարություններ ասում էին, այնտեղ սենց նորարարություն կա։ Բնականաբար ես չէի մտնում, որտեվ բոլոր սուպերմարկետները ինձ ճանաչում են։ Իսկ այստեղ ինչի՞ չունեք։ Այստեղ կարիքը չկա։ Կարիքը ագրեսիվությունը չկա ստեղ, այն ագրեսիվային պայքարային կռիվները, հա։ Իդեպ դրա մասին խոսենք, տարբերությունը այդ մրցակցային հայաստանյան եւ այստեղի շուկաներում։ Հայաստանյան շուկան համեմատելի պայքարող ու ագրեսիվ է, քան ստեղին է, որովհետև ստեղ մարդը նստում է մեքենայի ղեկին ու սովորում է մերի խանութին,
Գալիս է կոնկրետ մեր Մակարյանի խանութից Ինչու, որովհետև մերի խանութը Sherman Way-ում է գտնվում։ Ոչ, որովհետև մերի խանութը իր քերո բաժանաղի ընկերը ասել է, որ լավ կանաչի է տալի։ Հա, մոդա է։ Հա, всё, գնում ենք մերի խանութ, բոլորս գնում ենք ընդ։ Ու երբ որ կողքերը ուրիշ խանութներ է բացվում կամ ինչ-որ բան, չէ, ինքը մենակ այդ գիտի, ուրիշ բան չգիտի։ Բայց դա լավ բան է։ Նա ես ամեն օր սովորեմ, որ պետք է հելնեմ, սենց գնամ թեքվեմ աճ, այնտեղ կանգնեմ, նորից սենց թեքվեմ, հետ գամ, չէ, հավես չկա։ Հայաստանում մարդիկ հիմնականում, քանի որ ազատ ժամանակը շատ էր, իրենք պատտվում էին անկեղծ, ես հաճախորդ գիտեմ, ինքը զեղչերի թուղթը վերցնում էր պրոսպեկտով, զեղչերի թուղթը վերցնում էր ու ստեղ յոգուրտն այժան, այնտեղ մածունն այժան, այնտեղ կաթը, այնտեղ ձուն, բայց հիմա կան այստեղ այդպեսի մարդիկ։ Հավատացեք կան։ Գիտեք ինչու, որովհետև օրինակ մեծ տուն ունեն, մեծ ընտանիք, չգիտեմ, շատ մեծ քանակությամբ են անում գնումները։ Բլոկներով են առնում, հա, օրինակ հյութերը, կաթերը, չգիտեմ, տանում են իրենց տանը պահում են։ Նայում են, տեսնեն շաբաթվա կտրվածքով որտեղ որն է էժան, գնում են առնում են, բերում դնում իրենց տանը։ Հարմար չի։ Մեր խանութում օրինակ Կիրակի օրը տրամադրում են այդ գնումներին։ Okay, շատով։ Մեր խանութի հաճախորդ, այդպես հաճախորդ չունենք մենք։ Մեր խանութի հաճախորդը նույնիսկ գինը չի հետաքրքրում։ Ամենայն անկեղծությամբ։ Ուրեմն ես ձեր խանութի հաճախորդն եմ։ Վստահ։ Այն որ ասում ուզում ես իմանալ կինդ երջանիկ է թե չէ, հարցրու գրեչկան ինչ արժի։ Հիմա այդ է։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Ordersco POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին, բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագաճ։ Ordersco ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Ինչու եք ուզում ուրիշների համար աշխատել, եթե կարող եք ինքներդ աշխատել, ստեղծել ձերը։ Հիմա դուք ներկայացնում եք Sherman Way-ը, ներկայացնում եք Nelly's Bakery-ն, առհասարակ Բիսլամյան Holding-ը, բայց քանի որ դուք անձամբ իմ հյուրն եք, ինձ ձեր անձն է հետաքրքիր, հա։ Ինչու չաշխատել ու չբացել ու այդ ամեն ինչը չկիրառել ձեր սեփական ընտանիքի եւ բարելավման համար։ Այն զգացողությունները, որ դու ապրում ես այդտեղ աշխատելով, լինի ավելի ցածր, քան թե դու դիմես ռիսկի ու ունենաս այդ ամեն ինչը, բնականաբար կթողես կգնաս այնտեղ, բայց այդտեղ դու ինձ իրանց ընտանիքի պես ընդունում են, որպես իրանց ընտանիքի անդամ, բնականաբար ու ստացած եկամուտներ դու դժգոհելի չի, շատ լավ եկամուտ է։ Ձեր բարեկամներից մեկը կա, ով աշխատում է ձեզ հետ։ Ոչ մի բարեկամ չունեմ, որ աշխատում է իմ հետ, տղես է մենակ, որ աշխատում է իմ հետ ու ամեն օր ասում է, որ այսօր մեր վերջի աշխատանքային օրն է, ես էլ քո հետ չեմ աշխատելու, որովհետև իմ խստապահանջությունը նույնիսկ ձեր տղան չի դիմանում։ Իր հանդեպ ոչ թե իմ տղա, այլ որպես աշխատող է, բնականաբար մի քիչ ավելի շատ է, քան թե մնացած աշխատող։ Ջրեղենի բաժնի պատասխանատուն է։ Բնականաբար ամեն անգամ ասում է, այսօր ես վաղվան չեմ գալու գործի, հենց իրիկունը գնում եմ, խոսում եմ, որպես հերո տղա խոսում ենք, ես իրան բացատրում եմ։ Լավ, եթե դուք հնարավորություն ունեք տանը որպես հայր ու տղա խոսելու ու հաջորդ օրը ինքը կգա գործի, բայց այն մարդիկ, ովքեր նեղվում են ձեզնից, նեղացնում եք, բայց իրենց հետով խոսի, որ իրենք կան գործի, որտեվ իրենք գումարի կարիք, աշխատանքի կարիք ունեն վստահ։ Իմ աշխատանքային պրակտիկայում բաց բարձ ասում, որտեվ 1000 հոգի նայում է ու գիտեն։ Այտենց մարդ չկա, ում ես հասկացել եմ, որ ինքը ինձանից վիրավորվել է, միջև օրվա վերջ այդ հարցը չեմ լուծել։ Դավիթ, շատ խոսեցինք Sherman Way մարքետից, բայց քիչ խոսեցինք Nelly's Bakery-ից։ Ինչպես եղավ, որ դուք նաև դրանով սկսեցիք զբաղվել, էլի սերը տարավ դեպի Nelly's Bakery, թե կարիքը կարծեր, եւ արդյոք նույն մթնոլորտը տիրում է նաև այդտեղ ձեր տիրապետության տակ։ Ուրեմն տղամարդու սրտի ճանապարհը ստամոքսով է գնում, իսկ Nelly's Bakery-ն ապահովում է այդ քեթրինգային ծառայության մեջ ընդգրկված բոլոր ուտելիքները, հա, սալաթով, տակուտեստներով, քաղցրավենիքով, ամեն ինչով։ Որ ասում եք bakery, ինձ թվում է այնտեղ թխվող բաներ պետք է լինեն, բայց փաստորեն թխվող ճաշերի լայն տեսական ունենք, հայկական ճաշերի տեսական ունենք, բորշ, ավելի որտեղ եք սարքում, խոհանոցում։ Հենց տեղում մեծ bakery է ինքը,
Այդ մեծ բեյքերի մի մասը խոհանոց է, մի մասը այդ ձեր ասած թխվող բաներն է եւ մի մասը վերջի մասը դա այն թիթիս տորթերի տեղն է, որտեղ որ պատվերներով տորթեր ենք սարքում, սնունդների, հարսանիքների, նշանдрիկների, չգիտեմ ինչի համար, մի մասն էլ դա է։ Հիմնական մեծ մասը այդ քիչենն է, որտեղ որ ճաշերն են պատրաստվում, ամենայն անկեղծությամբ տան տատի սարքած ճաշը, որտեղ ունել են տատիներ աշխատում մեր մեջ ասած, հա, ու մեծահասակ կանայք են Հայաստանում մեծացած հայկական համին սովոր, իրանք պատրաստում են այդ ճաշերը, ես էլ բնականաբար ուտել սիրող մարդ, ամեն անգամ անցնելուց ինչ որ մի բան Դավիթ մի հատ էս փորձի, որտեվ ինքս շատ բծախնդիր եմ համայինի հետ կապված, ամեն ինչ չեմ հավանում համային, ու եթե ինչ որ մի բան չհավանեցի, եթե դուք դիմել եք ինձ, ես համը ձեզ ասեմ լավն է թե չէ, ուրեմն միջև վերջ գնալու ենք, որ համը լավ լինի։ Ես գալու եմ ասեմ ոչ, նորից փորձեք, էս ավելացրեք, էս արեք, սենց արեք, սենց, միջև ասեմ լավ է։ Երբեք չեմ սենց անտարբեր անցնելու, ասեմ լավ 4 անգամ ասում եմ չկարացավ։ Չէ, այնքան պետք է անենք, միջև գանք հասնենք ամենալավին։ Ինչ ճաշեր կան, հիմա քանի որ քաղցած եմ, մի հատ ասեք էլի։ Բորշ, հավովապուր, սպաս, ավելուկով ճաշ, ոսպով ճաշ, հենց ինքը ճաշ են։ Ավելուկ չեմ սիրում, ատում եմ։ Գիտեք ինչի, փոքր ժամանակ տատիկս ավելուկ էր սարքում ու բերում էր ինձ տակ-տակ փորձում էր ուտացնել։ Ես այդ չէի սիրում, արդեն հոտ է ինձ համար տհաճ էր ու ինքը փորձում էր լցնել բերանս։ Ու այդտեղից այդ տրավման ինձ ստիպեց, որպեսզի ես ատեմ այդ ճաշը։ Ափսոս, չէ ինքը։ Գիտեմ, որ շատ օգտակար է։ Ահա, օգտակար է, ահավոր օգտակար, բայց համը իմ համար խաշից հետո էդիա։ Իսկ նստելու տեղ կա, որ օրինակ մարդիկ կան։ Այս պահին չունենք, պլանների մեջ կա, գծագրում ենք այդ տեղը, ուղղակի տեխնիկական խնդիրներ կա դրա համար, այս պահին չունենք։ Դավիթ, դուք ձեզ որտեղ եք լավ զգում, այստեղ թե Հայաստանում։ Եթե հարցը sense պատասխանեմ ձեզ, հա, վերաբերվի մենակ ինձ, հաստատ Հայաստանում, բայց ես sense վերացական չասեմ, հա, իմ երեխաների ապագան տերում, չէ, իմ աղջիկը այն ինչի որ հասել է այստեղ այս մի քանի տարում Հայաստանում, իմ աղջիկը ELD ծրագրից դուրս է եկել։ Որտեղից։ ELD ծրագրից English Second Language Glendale Thomas Jefferson Elementary դպրոցում է սովորում, ինքը 6 մարդկանցից մեկն է 1500 հոգուց, Արսենի աղջիկն էլ է իրանց մեջ 6 հոգի են, որոնք որ խոսում են առանց ակցենտի անգլերեն ու իրանք առանձնացված են տարբեր ծրագրերում։ Իմ աղջիկս առանձնացված է շախմատի ծրագրում, դպրոցի կողմից առանձնացվել է, ես ոչ մի միջապնդություն չեմ արել։ Glendale Discrete-ը ինձ կանչել է, որ ես ստորագրեմ, որ իմ աղջիկը talented երեխաների մեջ է մտնում։ Տաղանդավոր երեխաների մեջ։ Նորից 6 երեխա են, այդ երեխաները, որ ես ստորագրեմ, որ իրանք տարբեր միջոցառումների մեջ ներառված լինեն։ Շաբաթը մի օր շատ հետաքրքիր երբ որ ես աղջկաս հետ խոսում եմ, ասում եմ, օրինակ անցած շաբաթ իրանք պետքա խմբով ինչ որ մի հատ նորարարություն հորինեին, որը որ բնությանը, աշխարհի բնությանը օգուտ կտա։ Ու ամենակարևորը պետքա $30 չգերազանցեր ծախսը, մատերիալների ծախսը, որ դու էդի հորինելու ես, էդի սարքելու ես։ Ու շատ հետաքրքիր էր Հայաստանում ոչ թե Հայաստանում չէր, Հայաստանում չկա այդ դաշտը։ Okay, կարող է ինչ-որ միտեղ բրթելով, ծանոթով, հա Ազարյանի աղջիկն է, այս կոմեն գնա առաջ, բայց այդտեղ նախ Ազարյանը Glendale-ում չգիտեմ, այտենց անգերության մեջ okay է, բայց չի կարա։ Աղջկաս համար ես հասկանում, որ այս երկիրը ընտիր ապագա է, որովհետև աղջիկս սիրում է սովորել, աղջիկս պրպտում է, մի հատ բան բացեմ էլի ես ձեզի, աղջիկս ազատ ժամ չունի, օր չէ, ժամ չունի, ինքը ամեն օր դասից հետո պարապմունքի է, մինչև ժամը 8-ը, շաբաթ օրը Նարեկ դպրոցում է, հայկական դպրոցում, Glendale-ի, դասիա մինչև ժամը 2-ը, դրանից հետո լողի է, Կիրակի օրը առավոտ 8-ից արմատ է մինչև ժամը 2-ը, ու երեկոյան, Կիրակի մենակ երեկոյան, այն էլ եթե ես գործ չունենամ, մենք գնանք օվկիանոս։ Ես ձեզ մաղթում եմ, որպեսզի դուք եւ ձեր աղջիկը, ձեր ընտանիքը ոչ միայն ձեզ համար, ամբողջ ընտանիքի համար ու մեզ բոլորիս, որ Հայաստանում կարողանանք գտնել մերը
Հայաստանում լինենք այնպես, ինչպես օտար հողում ենք։ Հայաստան տանենք այն գիտելիքները, որոնք ստանում ենք կամ կիրառում ենք այստեղ։ Մերը մեզ համար։ Ես այդպես եմ կարծում։ Ու սրտանց մաղթում եմ ձեզ։ Ես շատ եմ ուզում, որ հենց այդպես լինի։ Դե հենց լինի ինձ կասեք։ Պայմանավորվեցինք։ Ես ինքս ամենայն անկեղծությամբ շատ եմ ուզում, որ ծառայեմ Հայաստանին։ Իմ ինչով հնարավոր է իմ հնարավորությունից ցանկացած։ Ամեն դեպքում, եթե նույնիսկ մենք չենք ծառայում Հայաստանին հիմա, ամեն մեկս մեր պատճառներով, ապա ծառայում ենք հայերին։ Այդ միանշանակ։ Հարգելիներս այսքանը, վստահ եմ, որ Դավիթի աշխատասիրությունը վարակիչ կլինի ձեզ համար, մեզ դիտողների համար։ Եթե չեք հասցրել դիտել նախորդ էպիզոդները, ապա առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որն է menuam.usa եւ իհարկե հետեւել մեզ Instagram-յան եւ Facebook-յան տիրույթում, իսկ ամբողջական տարբերակը արդեն կարող եք դիտել YouTube-ում ամեն երկուշաբթի եւ ուրբաթ երեկոյան ժամը 5-ին։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։